Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք բաժանորդագրվել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Գրիգորյան, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել Սյունիքի գյուղերի ուղղությամբ, եւ դա սա դուք ինչպես եք մեկնաբանում, ինչի է փորձում հասնել Ալիևի ռեժիմը։ Նայ, այստեղ մի քանի գործոններ կա։ Մի գործոնը կապված է սովորական բանի հետ։ Իրանք կրակում են, մեզ մեղադրում են, ու այդ մեղադրանքները շատ են տարածում, ինչքան էլ մենք չենք հերքում, այնուամենայնիվ չես կարող ասել, որ միանշանակ աշխարհը գիտի ով ճիշտ է, ով սխալ է։ Ստեղ մեզ շատ են օգնում եվրոդիտորդները, դու գիտես, 3 չորը եվրոդիտորդները արեցին հայտարարություն ու ասեցին, որ շատ հավանական է, որ հենց Ադրբեջանի դիրքերից կրակել են, դա մեզ մասամբ փրկում է, բայց քանի որ Ադրբեջանը բավական ուժեղ ինֆորմացիոն այդպես քաղաքականություն է վարում, այդ սպերը տարածում է, բավական խառը պատկեր ունի աշխարհը։ Ու դրանով ինչի է հասնում Ադրբեջանը։ Հասնում է նրան, որ չստորագրելով խաղաղության պայմանագիրը, նույնիսկ համաձայնեցված տեքստը չի ընկնում քննադատությունների տակ։ Բայց կա երկրորդ մասը, ինչու դա անում է Ադրբեջանը։ Ադրբեջանը տեսնում է, որ լարվածություն բարձրացնելով սահմաններում վախացնում է մեր իշխանություններին։ Իրոք մեր իշխանությունները տանելով այս խաղաղության օրակարգը, տանելով այս գիծը, իրոք շատ վախում են ապակայունացման զարգացումների, շատ վախում են կրակոցներին, քանի որ այդ դեպքում կքանդվի ամբողջ կոնցեպտը ու բավական ծանր վիճակի մեջ կգտնվեն։ Դա էլ հաշվարկ է անում Ալիևը։ Ինքը հասկանում է, որ մենք վախում ենք այդ կրակոցներից։ Ու դա է պատճառը, որ շարունակում է։ Ես էլի պատճառներ կարող եմ բերել, բայց իմ կարծիքով այս երկու պատճառները շատ երևացող են։ Եթե դու վախում ես, քեզ վախացնում են։ Դա հայտնի բան է։ Գիտես, այ Բաքվում, երբ որ երեխեքը ես տեսնում եմ, չարություն են անում, վազվզում են բան, ում են բան անում, մի քիչ ճնշում, ով վախում է։ Ով չի վախում, ոնց ճնշես, ինչ կարաս անես, եթե քեզ պատասխանում են։ Նույնը միջպետական հարաբերություններում։ Եթե դիմացինը զգում է, որ իր մրցակիցը ինչ որ բաներից վախում է, օբյեկտիվ, սուբյեկտիվ, դա հիմա այդ ինչ որ ասում եմ, դա նույնիսկ քննադատություն չի։ Վերլուծում եմ։ Հակառակ դեպքում անհասկանալի է։ Ինչու Ադրբեջանը պետք է տեքստը համաձայնեցնի, ի պաշտոնե հայտարարի, որ համաձայնեցնել է, ու դրանից հետո փոխանակ ստորագրի կրակում է։ Ուրեմն էլի բաներ կարող է կորզել, հասկանալով, որ մենք մի քիչ զգայուն ենք այս ձևի ճնշումներից։ Եվ պետք է Հայաստանի իշխանությունները միայն արձանագրեն, որ չեն կրակել, Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածում եւ դրանով եզրափակվեն։ Շատ կարևոր հարց է։ Իմ ասածը շատ հասարակ է ու նորից կրկնում եմ։ Ողջունելով խաղաղության օրակարգը, միանշանակ, ստեղ ես տեղ չեմ տեսնում նույնիսկ քննարկելու վիճելու։ Միաժամանակ մի քիչ տակտիկական քայլերը փոխենք։ Ոչ թե անընդհատ գնանք նոր կիսազիջումների, նույնիսկ առանձին դեպքերում ոչ կարևոր զիջումների, ոչ թե անընդհատ գնանք այս թելադրված Ադրբեջանի կողմից օրակարգերով, այլ առանձին դեպքերում ցույց տանք մեր կամքը։ Օրինակ, շատ հասարակ օրինակ, որը ես վերջի ժամանակներս բերում եմ։ Ասել Ադրբեջան, մենք չենք թաքցնի հայ ժողովրդից, որ մենք այո կփոխենք սահմանադրությունը քո պահանջով։ Սխալ է դա, բայց տեսար քո պահանջով փոխում ենք, բայց այդ դեպքում դու էլ փոխի քո սահմանադրությունը։ Հասկացա՞ր։ Տեսար ինչ անսպասելի քայլ է։ Ոչ թե
Նիկոլ Փաշինյանը մեզ բացատրում է, որ սահմանադրությունը անհրաժեշտ է փոխել, մենք էլ համաձայնվում ենք կամ չենք համաձայնվում, այլ ասում է բաց մեր կառավարությունը։ Ադրբեջան, դու սխալ ես անում, պահանջում ես, որ մենք միջամտում ես մեր ներքին գործերի մեջ, սխալ ես անում, բայց մենք ենթարկվում ենք քեզ, փոխում ենք սահմանադրությունը, փոխզածով, բայց մի խնդրանք ունենք, էլի։ Այդ դեպքում դու քո սահմանադրությունն էլ փոխի մեր թելադրանքով։ Դու կտեսնես ոնց է փոխվելու Ադրբեջանը։ Ասեմ քեզ, մասամբ փոխվեց Ադրբեջանը, երբ որ նույնը պահանջեց Արադ Միրզոյանը, բայց մեկ տարբերակով Անտալիայում, երբ որ ինքը չպահանջեց, որ Ադրբեջանը փոխի սահմանադրությունը, ուղղակի ասեց Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կա խնդրեմ։ Ու մյուսը զգուշացնել Ադրբեջանին, եթե այս ձևի շարունակվի, տեղը սայլը տեղից չի շարժվի, միջև մեզ չվերադարձնեն 200 քառակուսի կիլոմետր զավթած Ադրբեջանով։ Իմիջիայլոց քեզ ուզում եմ ասել շատ կարևոր ինֆորմացիա։ Շատերը չգիտեն Հայաստանում։ Շատերը մտածում են, որ Ադրբեջանը գրավելով մեր տարածքը չի ճանաչում, որ գրավել է։ Ոչ, Ադրբեջանը ճանաչում է, որ գրավել է։ Ադրբեջանը ասում է, այո, ես գրավեցի, քանի որ էլի կան հարցեր, որ մենք պետք է Հայաստանի հետ լուծենք, օրինակ, անկլավների հարցը։ Ու ես պահում եմ այս տարածքները հետո քննարկման առարկա դարձնելու։ Միտքս հասկացար ինչ եմ ասում։ Ու դու ասում ես շատ լավ Ադրբեջան, մենք ձեզ հասկանում ենք։ Դուք ուժերի դիրքից եք շարժվում, շատ լավ, մենք էլ ձեզ ասում ենք, միջև դուրս չգաք, 200 քառակուսի կիլոմետր չազատեք հայ տարածքներից, մենք անկլավների հարցը ձեզ հետ չենք լուծելու։ Ու դու ինձ հավատա, տոնը Ադրբեջանի կփոխվի, ոչ թե իրանք կսկսեն մեզ վախենալ, այլ այդ դրվածքը ուղղակի կստիպի իրանց այլ ձևերով շարժվել։ Իրանք կսկսեն լուրջ մտածել ուժային քայլեր անելու։ Այլ երբ որ սկսեն մտածել ռեալ ուժային քայլեր անելու համար, 10 անգամ հաշվարկ կանեն։ Ահա, եթե անենք Տրամպը ո՞նց է արձագանքելու։ Եթե չանենք ո՞նց է արձագանքելու, չգիտեմ, Ռուսաստանը, որը պահանջում է, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու ապահովի Ռուսաստանի սահմանապանների գտնվելը Սյունիքի ճանապարհներում, քանի որ Ռուսաստանը ուզում է տիրել այդ ճանապարհները Սյունիքով, բայց դու հասկանում ես, իրանք չունեն ֆիզիկապես հնարավորություն հարձակվել մեր վրա, չունենալով մեզ այդ համատեղ սահման։ Ուրեմն Ադրբեջանի միջոցով չէ պետք է անեն։ Ես մի քիչ ծավալուն ներկայացրեցի մի պատճառով, որ բանակցությունների ժամանակ ավելի համարձակ պետք է լինենք։ Վերջ, այսօր այն վիճակը չէ, որը կար ուղիղ 1 տարի առաջ, 1.5 տարի առաջ, փոխվել է վիճակը։ Այդ վիճակը անկայուն է, բայց այդպես չի, որ միայն մեր դեմ է։ Դու հասկանում ես ինչ եմ ուզում ասել։ Փոխվել է շատ բան։ Դու գիտես, որ մազից կախված է վիճակը Ադրբեջանի սանկցիոն քաղաքականությունը, որ սկսեն իր դեմ կիրառել։ Եթե իրանք ուժային քայլեր մեր դեմ անեն, այս անգամ կսկսվեն սանկցիաները։ Հեսա, դա է պատճառը, որ Ադրբեջանը աշխարհին ասում է ոնց, մենք պատրաստ ենք ստորագրել։ Այդ մենք քեզ հետ գիտենք, որ իրանք չեն ուզում ստորագրել։ Շատ տեղերում ինձ ասում են, դե Ստեփան, մենք ձեզ շատ ենք հարգում, բայց մենք հետևում ենք ուշադիր հայտարարությունների։ Օրինակ, դերսում Ալիևը ու ինձ թիվն են ասում, 52 անգամ դերսերում, վերջին մի տարվա մեջ, Ալիևը դերսերում գտնվելով 52 անգամ խոսեց խաղաղության մասին ու պատրաստականությամբ ստորագրել, Նիկոլ Փաշինյանը 14 անգամ ասեց։ Հիմա ոնց բացատրես, որ այդ 52 անգամը ֆեյք է։ Նիկոլ Փաշինյանը 12 անգամ ասածը ճշմարտություն է։ Այդպես հասկանում եք, շատերը մտածում են այդպես հեշտ է։ Ուրեմն, եթե իրոք ուժային քայլ անի Ադրբեջանը, կպատրի իր դեմքը, պատրի այդ իր ստերը։ Ու ես չեմ բացառում, որ սանկցիաները կլինեն։ Ինչքան էլ այսօր շատերը մտածում են, որ հեռու են այդ սանկցիոն քաղաքականություն, բայց եւ դա կսկսվի։ Երբ որ դու մի քիչ ավելի քո կամքը կոշտ ցուցաբերես, ու ես կոչ եմ անում կառավարությունը մի վախենա, բայց չի վախենալ։ Այսօր հեշտ չի լինի մեր վրա հարձակվել։ Մի տարի առաջ, 2 տարի առաջ
կարող էր հարձակվել, հեշտ չէր, բայց կարող էր։ Հիմա գրեթե շանսի կչունի։ Այ եթե լինի պատերազմ Իրանի դեմ ուղղված, ակնհայտ, խառնվի ամեն ինչ, այդ ուրիշ բան է։ Ուրեմն միտքս ինչու՞մ է, առանձին դեպքերում հակա քայլեր անելը շատ էֆեկտիվ է։ Ես նկատի ունիմ դիվանագիտական ոլորտը եւ քաղաքական ոլորտները։ Պարոն Գրիգորյան, բայց զուգահեռ նաև Ադրբեջանը հզորացնում է իր կարողությունները, Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական համագործակցություն են հաստատում, մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որը նաև ներառում է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, հա։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, ինչ վտանգներ սա կարող է պարունակել Հայաստանի համար։ Չինաստանի հետ պայմանագիրը չի պարունակի մեզ համար վտանգ, քանի որ զուգահեռ Չինաստանը օֆիցիալ որոշում ընդունեց ներգրավել Հայաստանը այն ծրագրի մեջ, որը մենք գիտենք որպես մետաքսե ճանապարհի ծրագրեր։ Այդ ծրագրերը ունեն կոնկրետ անուն, One Belt, One Road, One Belt, մենք ճանաչում ենք որպես մետաքսե ճանապարհի ծրագրեր։ Մտցրեցին այդ ծրագրերի մեջ, այո, Ադրբեջանը փորձում է ռազմավարական մակարդակի անցնել, բայց Չինաստանը մեր նկատմամբ փայլուն հարաբերություններ ունի մեզ հետ էլ ուզում է աշխատել, Հայաստանը մի քիչ զգուշավոր է, շատ արագ չի ուզում մոտիկանալ, բայց ինձ համար շատ հասկանալի է ինչու Ալիևը վազելով գնաց Չինաստան։ Ինքը չկարողացավ գտնել լեզու ամերիկացիների հետ ու եվրոպացիների հետ իր ուզած մակարդակով։ Եթե լեզու գտներ Տրամփի թիմի հետ, իր ուզած մակարդակով։ Ինչ որ այնտեղ գնում է երկխոսում, բայց իր ուզած մակարդակով չկարողացավ Իսրայելի միջոցով շատ մոտիկանալ։ Հասկացավ, որ պետք է գնա Չինաստան, որ երբ որ պահը գա, որ Չինաստանի միջոցով պաշտպանվի։ Ալիևը բավական ճկուն քաղաքականություն է վարում, բայց այդ օրինակը ցույց է տալիս ինչքան դժվար է իրենց։ Մենք Չինաստանի հետ պարզ է պետք է աշխատենք, դա շատ նորմալ է, ամբողջ աշխարհը աշխատում է Չինաստանի հետ, բայց Հայաստանը այդպես պրիմիտիվ իմաստով կարիք չունի վազել այն կողմ, այս կողմ, քանի որ մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ եւ Եվրոմիության հետ լրջագույնս, սկսեցինք աշխատել ամբողջ աշխարհի հետ ընդཐུպ արաբական աշխարհ, մուսուլմանական աշխարհի հետ հիմա լաբել աշխատանք է գնում։ Միտքս նրա ինչու՞մ է։ Նրանում է, որ այս անսպասելի առանձին դեպքերում քայլերը Ադրբեջանի կախված են նրա հետ, որ իրանք հասկանում են, որ պատասխան կտան իրենց հանցագործությունների կատարված Արցախայցան դեմ եւ Հայաստանի դեմ։ Ու հիմա այդ բաների մեջ են, մանևրերի մեջ են։ Այսինքն ինչը չկարողացել Վաշինգտոնից ստանալ Ալիևը, որ Պեկին է գնացել։ Ես համոզված եմ, որ ինքը սպասում էր, որ օրինակ Վաշինգտոնը առանձին դեպքերում մենք նույնիսկ Եվրոպայից առանձին պաշտոնյաներից լսում ենք կարևոր համագործակցություն, էներգետիկայի ոլորտում եւ այլ, ինքը դա չստացավ։ Ինքը նաեւ հույսով էր, որ Իսրայելի միջոցով ինքը կստանա, ես կասեի այդպես, իրավունք մարսել Արցախի հարցը, հայաթափում Արցախաժողովրդը։ Մարդիկ չեն հասկանում, որ շատերը միամիտ մտածում են, որ վերջնականորեն Արցախի հարցը լուծեց Ալիևը, բայց Ալիևը ի տարբերություն շատ ու շատ միամիտ հայերի, հայրենասեր հայերի, բայց միամիտ, Ալիևը գիտի, որ չի լուծել դեռ Արցախի հարցը, ու ինքը ուզում է, որ այդ գլխավոր պետությունները աշխարհի նաև Ռուսաստանի պես ասեն, որ Արցախի հարցը լուծված է, դե ֆակտո հայեր չկան Արցախում, այդ ասում Ռուսաստանը ի պաշտոն է, հիշում ես վերջի հայտարարությունները Մարիա Զախարովին, ինքը ոչ միայն ասեց, որ Մինսկի խումբը պետք է ծրվի, ինքը նաև ասեց դե ֆակտո հողի վրա հայեր այնտեղ չկան, հակառակը ամերիկացիք ասում են քրիստոնյա փոքրամասնությունը ճնշման տակ է, ամերիկացիք ասում են իրավունք ունի վերադառնա ու գիտես ինչա,
ով էլ ասի Ամերիկայում, դա գին ունի միջին մակարդակի, բայց երբ որ Տրամպը ասեց, այդ կներես էլ այդ ուրիշ բան է։ Ու Ալիևը դա հասկանում է, համոզված եմ, որ իրանց հողովակներով, իրանք լեզու գտնելով, նաև այդ ում Իսրայելի միջոցով այդ հարցն էին դնում։ Որ օրինակ Միացյալ Նահանգները հայտարարել են, այո, մենք համարում ենք, որ Մինսկի խմբից պետք է հրաժարվել, ինչ կարիք կա, եթե լուծված է հարցը, չկարողացավ հասնել իր ուզածի։ Չեմ ասում, որ Ամերիկան չի ուզում Ադրբեջանի հետ աշխատել։ Մյուս ծայրահեղության մեջ չեմ ուզում մտնել։ Կարող է նույնիսկ ուզում են, չգիտեմ, էներգետիկա, այնտեղ ինչ որ պատվիրակություն գնաց, էտել քեզ ասեմ Ամերիկայից, ինչ որ բան են քննարկում, հետո դադարեցվեց այդ process-ը, այդ ուղղակի 1-2 շաբաթ առաջ էր։ Կա երկխոսություն, այդքան ինտենսիվ չի ոնց Հայաստան Միացյալ Նահանգներ, բայց կա, բայց պարզ է Ալիևին դա հետաքրքիր չի։ Այդ ինչ հետաքրքրություն ունի ինքը ասենք մի 100 միլիոնանոց ծրագիր անի Ամերիկայի հետ։ Իրան հետաքրքիր է, որ Ամերիկան փագի, համաձայնվի փագի Արցախի հարցը։ Այս ինչի ամեն օր Ալիևը խոսում է նրա մասին, որ մենք մեր սահմանադրությունը պետք է փոխենք, քեզ ասեմ, որպես պրոֆեսիոնալ մարդ զբաղվող այդ հարցերով։ Մեր սահմանադրությունը իրոք ոչ մի խոչընդոտ չի կապված տարածքային ամբողջականության հետ Ադրբեջանի։ Հասկանում ես, չէ՞։ Ինչա դու ուզում ես ասել Ադրբեջանը չգիտի լավ էլի։ Իրանք չունեն մասնագետ կամ Թուրքիայում չկա մասնագետ, որը բացատրում է, որ Հայաստանի սահմանադրությունը քեզանից ոչ մի բան չի պահանջում, ոչ Արցախ, ոչ մի այլ տարածք։ Բայց ինքը անընդհատ շեշտը այդ բաների վրա դնում է, որ ուղղակիորեն մոռացվի Արցախի հարցը, նույնիսկ այն փաստաթղթերով, որոնք վտանգ չեն պարունակում։ Ուրեմն այդ բզիկը, այդ գեր խնդիրը, որը իրան ուղեղում է, ինքը ուզում է լուծել ու ոչ միտեղ չի ստացվում կորզել, բացի Ռուսաստանից, կորզել, որ Արցախի հարց չկա, ոչ մի կոնֆլիկտ էլ չկա, ոչ մի պահանջ Հայաստանը չունի եւ այլն։ Բայց այնուհանդերձ Թրամփը իր հայտարարություններին հետևողական չեղավ, թե նախընտրական շրջանում, թե նաև իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների կողմից արդեն իշխանությունը ստանձնելուց հետո մենք Ռուբիոյի հայտարարությունն ենք հիշում, իր բանագնացի հայտարարությունն ենք հիշում, սա ինչով է պայմանավորված։ Ստեղ մի քանի գործոններ կա։ Գլխավոր գործոնը նա է, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի։ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի, հիշեցնի։ Երկրորդ գործոնը նա է, որ Հայաստանը Արցախի հարցով փորձում է շատ չխորանալ։ Այսօրվա իշխանությունները ինչ են փորձում անել։ Կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ ու մեջտեղ չբերել պրոբլեմատիկ հարցեր։ Չեմ ասում ամենալավ քաղաքականությունն է, բայց իրենց քաղաքականությունը նա չի, որ գնան ամերիկացիների հետ հանդիպեն ու ասեն Արցախայությունը հետ տարեք։ Հասկացան։ Գործող իշխանության քաղաքականությունը նա է համոզել Ամերիկային, որ համոզի Ադրբեջանին, որ Ադրբեջանը ստորագրի։ Համոզել Եվրոպային, որ համոզեն Ադրբեջանին։ Դա քաղաքականություն է, ասեմ քեզ, նորմալ քաղաքականություն է։ Բայց իմ ասածը մի քիչ ուրիշ է։ Ես ասում եմ իշխանություն, եթե դու ուզում ես, որ իրանք համոզեն Ադրբեջանին, անպայման նաև Արցախայության հարցը պետք է բարձրացնես։ Ամերիկացիներին ասես, հա, ասեք Ադրբեջանին, որ հայերը կարողանան վերադառնալ։ Ասես եվրոպացիներին, եվրոպացիք, մենք չենք ուզում ասել, բայց դուք գնացեք ասեք Ադրբեջանին, որ ինքը պարտավոր է հարգել միջազգային նորմերը։ Ու քանի որ այդ մեսեջները մեզանից իրանք չեն ստանում, իրանք ընդհանուր օգնում են, Ադրբեջանին ասում են, բայց չեն ճնշում, լծակ չունեն ճնշելու։ Եթե Արցախի հարցը դու առաջ չես բերում, Արցախի հայերի իրավունքների հարցը վերադարձի։ Դու լծակ Ադրբեջանի վրա չունես։ Ինչ լծակ դու ունես։ Հա, Ադրբեջանը ասում է, հա, խաղաղության պայմանագրի կա, ինչի ես միջամտում, մենք Հայաստանի հետ բանակցում ենք։ Բայց եթե գաս ու ասես Ադրբեջան, եթե դու Արցախայությունը չընդունես հետ, դա միջազգային նորմերի դեմ է, մենք սանկցիա կկիրառենք։ Այդ դա ճնշում է։ Ուրեմն ստեղ մեզանից էլ է դա գալիս։ Մեր քաղաքականությունը, որը ես համարում եմ կառուցողական,
բայց մի քիչ ատամներով պետք է լինի, այդ դեպքում նույն Ամերիկան, նույն Եվրոպան ավելի շատ կճնշեն, բայց ցանկացած դեպքում ինձ հավատա ճնշում կա։ Ու Իդկոֆը երբ որ գնաց Բաքու, ինքը քննարկեց այդ հարցերը, որ Ադրբեջանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ուղղակի մենք ինքներս չենք տալիս իրանց ձեռքը այն լծակները, որով իրենք կարող անան մասամբ խեղճացնել Ադրբեջանին։ Պարոն Գրիգորյան, ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթառաջ առաջ է եկել եւ շատ ակտիվ քննարկվում է հայոց ցեղասպանության ուրացման թեման։ Իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններում այս հարցը չկա, ամենաբարձր մակարդակով ասվել է։ Ընդդիմությունը ուզում է օրենքի նախագծով քրեականացնել ցեղասպանության ուրացումը։ Դուք այս թեմայի շուրջ խմորումները ինչպես եք մեկնաբանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, դեռ պետք է ուսումնասիրենք, հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Նախ ուզում եմ ասել, դա շատ կարևոր է բոլորս որ հասկանանք։ Ցեղասպանությունը եղել է, ցեղասպանությունը պետք է ճանաչվի աշխարհի կողմից։ Հիմա տակտիկական նպատակ կարող է դնի գործող իշխանությունը չսրել այդ հարցը Թուրքիայի հետ, քանի որ մեր կառավարությունը ինչ ասում։ Մենք ուզում ենք կառուցել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, ցեղասպանությունը եղել է եւ այլ, բայց մենք չենք ուզում սրել։ Մեր օրակարգում այդ հարցը գլխավորը չի այսօր։ Այս ձևի քաղաքականություն կարելի է ինչ որ չափով ընդունել։ Ես պետք է ասեմ, որ կարելի է ընդունել։ Ավելին ասել, որ այո, ցեղասպանությունը եղել է, ինչի մասին է խոսքը, ու աշխարհը ճանաչել է ու կճանաչի ու ելի երկրներ կճանաչեն, բայց մենք ոչ մի նախապայման չենք դնում, մենք պրագմատիկ մոտենում ենք։ Իմ կարծիքով իդեալական տարբերակը այսօր սա է։ Բայց ես չեմ ասում, ընդհանրապես ես համարում եմ սխալ, ասենք ինչ որ հարցեր քննարկել, հարցականի տակ դնել ու եւ պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները շատ զգուշավոր պետք է լինեն իրենց արտահայտությունների մեջ։ Նույնիսկ չուզենալով կասկածի տակ դնել ցանկացած արտահայտություն կարող է մեկնաբանվի ու ես տեսնում եմ իշխանության դեմ մեկնաբանություններ անում են, միջդեռ ակնհայտ է, որ իշխանությունը ճանաչում է ցեղասպանությունը ու չերել համարձակվի վիճարկել։ Հիմա ինչ վերաբերում է ընդդիմության քայլերի։ Այդ որ նախագիծը բերեցին ու փորձեցին անցկացնել հանձնաժողովով, որ քրեականացումը հայոց ցեղասպանության, որ օրենսդրական ակտ ընդունվի, օրենք ընդունվի, ես պետք է ասեմ, քրեականացված է մեր օրենսգրքում այդ փաստը։ Դու գիտես, այդ 316 հոդվածը քրեական օրենսգրքում, այնտեղ բոլոր ցեղասպանությունների նկատմամբ քրեականացում կա։ Ինչ անհրաժեշտություն կա նոր բան բերել, ասենք առանձնացնել մեր դեմ ուղղված ցեղասպանությունը։ Պարզ է դա ընդդիմությունը ինչի է օգտագործում, շատ զգայուն թեմա է։ Ցանկացած սխալ իշխանության կողմից օգտագործվում է իշխանության դեմ ու էֆեկտիվ է օգտագործվում։ Բայց ես նորից կրկնում եմ, Նարեկ ջան, մենք քեզ հետ մարդիկ ենք, ովքեր լուրջ են մոտենում հարցերին։ Ես քեզ հարգում եմ որպես լրագրող, ակտիվ լրագրող, բայց մենք լուրջ մարդիկ ենք։ Ուրեմն ցեղասպանությունը եղել է։ Ժխտում է ուղղակի քրեականով պետք է ճանաչվի, եթե իրոք հայտնվեն մարդիկ Հայաստանում, ովքեր ժխտում են կամ Հայաստանում եկած մարդը։ Ու բացի դրանից, մենք գիտես ազգ, ժողովուրդ առանց իր պատմությունը իմանալը, հարգելը, ծանր էջերը ազգի նշելը կամ հաջողությունները տոնելը, այդ պետք է ազգի մեջ ուժեղ նստի ու մեր հայ ազգը մեծ պատմություն, լուրջ պատմություն ունի։ Ուրեմն եւ ծանրագույն էջերը մենք պետք է հիշենք մեր պատմությունը, մեր զոհերին այդ հարգանքի տուրք տանք, պետք է գնանք վաղը ապրիլի
4-ին փաստորեն այսօրվա մեր հաղորդումը վաղը չէ, դու հերարցակես ուրեմն պետք է գնան անպայման ծիծեռնակաբերդ այդ հուշահամալիր միաժամանակ մեր լավ էջերը պատմության պետք է նշենք ոչ մի ժողովուրդ ոչ մի ազգ չի կարող առանց հարգելով հիշելով իր պատմությունը ապրել նույնիսկ ծանր էջերը այդ շատ կարևոր է ֆիքսել գիտես մեզ լսում են սփյուռքայությունում շատերը մեզ ճանաչում են հարգում են պետք է իմանանք որ այս դերի խնդիր ընդհանրապես Հայաստանում չկա ժխտման ինչի մասին է խոսքը ուրիշ բան այ ընդդիմությունը բավական հիմա պրոդուսական ընդդիմությունը բավական հիմա էֆեկտիվ օգտագործում է առանձին վրիպումներ, սխալներ առանձին իշխանավորների գիտես ցանկացած ծավալուն քննարկում է սերիտեփաների հետ կապված գայուն հայ ժողովրդի համար օգտագործվում է իշխանության դեմ ու իմ խորհուրդն է նաև իշխանությանը զգուշավոր լինել արտահայտությունների մեջ նաև ցեղասպանության հարցով Պարոն Գրիգորյան, բայց տեսեք, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խիստ հակասական են։ Օրինակ, եթե 19 թվականին նա ասում էր, որ Թուրքիայի մոտ զղջում չի տեսնում եւ հիշում է ու պահանջում Թուրքիան պետք է ներողություն խնդրի, հիմա ասում է, որ պետք է հասկանանք, թե ինչ է եղել, ինչպես է եղել, եթե դա օրինակ 19 թվականին ասում էր, որ ներողություն 21 թվականին ասում էր, որ Թուրքիան վերադարձել է տարածաշրջան եւ ցեղասպանության վտանգ կա հիմա իր մոտեցումները փոխել է սա ինչի մասին է խոսում այս դեպքում լավ ընդդիմությունը եթե վերցնենք քաղաքական նպատակարարությունից ելնելով շահարկում է բայց մենք ակնհայտ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի խոսույթում խիստ հակասող մտքեր սա ինչի հետևանք է Նարեկ ջան, ես ուզում եմ նաև գումարել այլ հարցի հետ կապված։ Հիշում ես Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում, երբ որ ինքը ասեց մեծ ժողովում, միտինգում, հանրահավաքում, հիշում ես, երբ որ ինքը ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Դրանից հետո փոխվեց դիրքորոշումը։ Ես կասեի այդպես։ Ես կառաջարկեի մեր իշխանություններին ու նաև Նիկոլ Փաշինյանին, որ շատ զգուշ լինի այն թեմաներից շատ չծավալվի չխոսա, որով չէր զբաղվում, երբ որ ինքը ընդդիմադիր էր։ Շատերը մոռանում են այսօր Նիկոլ Փաշինյանը իրոք ճանաչված քաղաքական գործիչ էր Հայաստանի, բայց ընդդիմադիր, որը կյանքում չէր խոսացել արտաքին հարաբերությունների հարցերից։ Ես չեմ հիշում որ ինքը միջև վարչապետ ընտրվելը դառնալը, որ ինքը խոսար, ասենք, ԵԱՏՄ-ից, Եվրոմիությունից։ Շատ հազվադեպ։ Միտքս հասկացար, արտաքին քաղաքականության հարցերը, պատմական հարցերը շատ նուրբ հարցեր են։ Հիմա իմ կարծիքով այդ հակասական բաները նաև կապված են նրա հետ, որ ինքը, երբ որ ընդդիմադիր էր, կենտրոնացած էր ներքին քաղաքականության հարցերի վրա ու առաջերտին կապված կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության հետ հաստատման, ընտրությունների հետ կապված խնդիրների ու երբ որ ինքը դարձավ վարչապետ, պարզ է այդ ամբողջ արտաքին քաղաքականության հարցերը ջրի երես եկան, պահանջում էին իր արձագանքը, նաև Արցախի հարցը ու հիմա չունենալով կոնցեպտուալ մի շարք մոտեցումներ, պարզ է մենք այդ հակասությունները տեսնում ենք իրակարծիքը մի բան ինքը ասում էր նախկինում, հիմա մի այլ բան, բացի դրանից զարգացումները մեծ դեր են խաղում ռեալությունները, զարգացումները 2020 թվականի պատերազմի արդյունքներից հետո պարզ է որ շատ բան փոխվեց ու պարզ է որ Նիկոլ Փաշինյանը մասամբ պետք է փոխել կամ կտրուկ պետք է փոխել իր կարծիքը առանձին հարցերում, նաև այդում Արցախի հարցում։ Դուք տեսնում եք իշխանության կողմից ինչ-որ սակարկման փորձ, որ ցեղասպանության հարցը թեկուզ ոչ, հակահայ մտադրությամբ, բայց ինչ-որ դրական բանի ձգտումով փորձեն դա այս փուլում մոռացության կամ չասեմ մոռացության տալ, այլ ակտիվ չխոսեն այդ մասին, օրինակ, չգիտեմ, Թուրքիայի հետ հարաբերությունները
կարգավորելու, հայ-ադրբեջանական հարցը լուծելու հետ կապված նման մտադրություն տեսնում եք, թե ոչ։ Ես մենակ մեկ բան ուզում եմ ասել։ Շատ կարևոր է հրետորաբանությունը, շատ կարևոր է։ То есть իշխանությունը պետք է ավելի հստակ ձևակերպի իր նպատակները, օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունները ես հասկանում եմ իշխանության քաղաքականությունը։ Իշխանությունը ասում է, մենք ուզում ենք կառուցել հարաբերություններ Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Ու դրա դեմ դժվար կլինի խոսել։ Ու ես կառաջարկեի մեր կառավարությունը այլ հարցեր չմտցնել այդ բանաձևի մեջ։ Պարբերաբար ես լսում եմ նորմալ ասում իշխանությունը մենք ուզում ենք Թուրքիայի հետ չսրել տարբեր հարաբերություններ, տարբեր խնդիրներ, ուզում ենք ուղղակի պրագմատիկ կառուցել հարաբերություններ։ Ահա, այ երբ որ հետո սկսել դատողություններ անել, վերլուծություններ անել, այդ դեպքում կասկածներ առաջանում են։ Ինչու կոմոդ հիմա այդ հարցը առաջացավ, կարող է ուզում են ինչ-որ բան մոռանալ, ոչ, չեն ուզում մոռանալ, այդ ինչ ես հասկանում եմ ու վերջի այս նիստերում ազգային ժողովի դրան անդրադարձան քաղաքապայմանագրի պատգամավորները շատ հստակ ասեցին, որ հարցը մենակ նրանում է, որ պրագմատիկ, ես այդպես հասկացա, ուզում եք կառուցել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց ով ասեց, որ դրա գնով, որ ինչ որ պատմական էջեր մոռանալ։ Ես չեմ տեսնում ստեղ վտանգ, բայց եթե դու շատ ես խոսում մեկ թեմայից, կարող է մեկնաբանվել քո ընդդիմության գործիչների կողմից տարբեր ձևերով ու ես տեսնում եմ փորձ է արվում մեկնաբանել, մոնիպուլացնել ասածը իշխանավորների ու ուղղել դեմ իշխանության։ Ուրեմն իմ խորհուրդը իշխանության այս սենսիտիվ հարցերը որ կան, մեր ժողովրդի համար, մեր ինքնության համար շատ չի ծավալվել, հստակ ինչ եք ուզում Թուրքիայից։ Հարաբերություններ հաստատել, սահմանը որ Թուրքիան բացի, ես օրինակ կողմ եմ։ Բայց միք մեջ բերի այլ հարցեր։ Հասկացա՞ր միտքս։ Ես չեմ տեսնում, որ խաղ է տալիս իշխանությունը, բայց օգտագործում են, այո, առանձին անզգույշ արտահայտություններ օգտագործում են իրանց դեմ։ Իսկ իշխանությունը փորձում է դա օգտագործել ինչ-որ հարցի լուծման հասնելու հետ կապված, թե ոչ։ Այդ չգիտեմ, իրանք են խոսում Թուրքիայի պաշտոնյաների հետ տարբեր ֆորմատներով, դու գիտես։ Իրանք են խոսում, նույն Արարատ Միրզոյանը Անտալիայում հանդիպեց Ֆիդանի հետ, արտգործնախարարի հետ Թուրքիայի, նույն մեր փոխարտգործնախարարը հանդիպեց փոխարտգործնախարարի հետ Թուրքիայի, մեր հատուկ լիազորություններով դեսպանները իրար հետ շփվում են, ես չգիտեմ կուլուարներում իրար ինչ են ասում, հույսով եմ, որ այնտեղ ինչ խոսվում է, նաև մեզ ասվում է, նու գոնե գլխավոր մասը։ Չեմ կարծում, որ այլ ինչ-որ գործոններ կան, բայց նորից կրկնում եմ, հաճախ ծավալու ելույթները կապված տարբեր հարցերի հետ բերում են նրան, որ հետո շարքվում է, մանիպուլյացվում է ու այս իշխանության դեմ ուղղվում է։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, Արեգ։